Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին։ Բարև ձեզ, պարոն Հայրիկյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Ես նույնպես։ Սիրով, պարոն Հայրիկյան, սկսենք ողջ հանրապետությունը ցնցած մեծ ողբերգությունից Փարաքարին դիմադիր համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը իր տան դիմաց դաժանորեն սպանվեց եւ սպանվեց նաեւ մեկ անձ, երրորդ անձն էլ վիրավորում էր ստացել։ Որպես քաղաքական գործիչ, ում նկատմամբ դեռևս 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին մահափորձ են իրականացրել, ինչ կարող եք ասել այս սպանության վերաբերյալ։ Արդյոք այն հաջորդ տարի սպասվող ընտրությունների առաջ ընդդիմադիր գործիչներին ահաբեկելու նպատակ ունի։ Ես կարծում եմ, որ ոչ ես, ոչ էլ որևէ մեկը հիմք չունեն այս պահին, հիմք չունեն այդպիսի եզրակացությունների համար, շատ հեշտ է մեղադրանք հնչեցնել, բայց նույնիսկ թշնամուց նկատմամբ ես զգուշավոր եմ, պիտի լինեն փաստեր, որպեսզի ես ըստ այնմ արձագանքեմ, ծանոթ եմ այդպիսի տեսակետի։ Դե 2013 թվականին արդեն նախագահական ընտրությունների ընթացք էր, ես տեխնացու էի, այնպես որ այնտեղ հասկանալի էր, ուզում էին տեսնելով, որ վարկանիշս սրընթաց բարձրանում է, որովհետև մարդիկ տեղեկանում էին իմ ներդրումների մասին հատուկ ֆիլմ կար, գիտեմ պատճառը, ու դա ոմանց վախեցրել էր, իսկ այս դեպքում դեռ ընտրությունները բավական հեռու են, բացի այդ, եթե այդպիսի ճանապարհով որևէ մեկը ընտրությունների ընթացքի վրա պիտի ազդի, նշանակում է մենք անընդմեջ պիտի լինենք այդպիսի մթնոլորտում, չէ, ես չեմ շտապի որևէ գնահատական տալ, այսօր կրոր սեղանն է լինելու տարբեր քաղաքական ուժերի իմ առանձնատանը, երևի այս հաղորդումը եթեր սփռվելու պահին արդեն մենք հավաքված կլինենք, արդեն նախագիծ ունենք հայտարարության, ինձ խնդրել են իմ կողմից խմբագրել, սրբագրել, ես բնականաբար հարազատներին ցավ հայտնելով միաժամանակ չեմ խախտի անմեղության կանխարգելածը որևէ մեկի, հետո այս առիթով ուզում եմ ասել, որ մեկ այլ երևույթ նույնպես այս օրերին մեզ ցնցեց Հայաստանի պաշտոնական ներկայացուցչությունում մարդ է մահանում, մանրամասները դեռ չգիտեմ, ինչ որ գիտեմ, բավարար հիմնավոր չէ, բայց երկուսն էլ շատ ծանր իրողություններ են մեր ի վերջո մեր ազգային քաղաքական կյանքի համար, թվում էր թե դա ներազգային շրջանակներում սպանությունները անցյալ են դարձել, որովհետև ես ականատես եմ եղել մի քանի մահափորձ ոստիկանությունում գրանցված այն թվականներին եղել է իմ հանդեպ, մեկը Յուզբաշյանի մահափորձից առաջ, ու տեսակետ կար, որ Յուզբաշյանը, քանի որ ինձ նախազգուշացրել էր, իսկ ես նախորդ օրվա մահափորձից կարողացա բարեհաջող դուրս գալ, ասում էին, որ Յուզբաշյանին դրա համար են պատժել, այնպես որ կարծում էի, թե դրանք մնացել են անցյալում, գոնե իմ հանդեպ եղածով վերջացել են, բայց պարզվում է, որ Հայաստանում կան մարդիկ, հուսամ ոչ ուժեր, որ դա գործելակերպ են համարում։ Ինչպես եք գնահատում իշխանությունների արձագանքը Փարաքարի համայնքապետի սպանության գործին, որտեղ Փաշինյանն իր գրառմամբ ակնարկեց, որ դա վենդետա էր եւ իրավապահները պարտավոր էին կանխել դա։ Չի ստացվում, որ հերթական անգամ Փաշինյանը, այսպես ասած, ուղղորդում է իրավապահ համակարգին, ինչպես դա արեց օրինակ Սուրմալուի դեպքում, Ազատի զորամասի հրտեհի դեպքում եւ մի շարք այլ գործերի բարակ։ Ազգային խայտարակությունը եւ ազգային բղծությունը ընդունակ է ամեն ինչի, այնպես որ եթե որևէ կասկածներ կան իր վերաբերյալ կամ իր արտահայտությունների անբարեխղճության վերաբերյալ, դրանք հիմնավոր են, դրանք անցյալից մեր փորձառությունից բխող եզրակացություններ են, ինքը պետք է իրեն պատշաճ պահեր, ինքը տեսեք ես ընդդիմադիր գործիչ եմ համարվում, հետո ինչ որ եղել եմ ազգային պայքարի առաջնորդ, անկախության առաջնորդ, ընդդիմադիր գործիչ եմ եւ ես խոսելիս տեսնում եք ասում եմ, որ անմեղության կանխարգելվածը չեմ ուզում խախտել, իսկ երբ դու ասում ես այդ սպանությունը եղել է այսինչ պատճառով, դա ավելին ցույց է տալիս, որ դու շահագրգռված ես որոշակի ուղղությամբ ընթացքը զարգացնելու համար, դա ուրախացնող երևույթ չէ, այդպես ասեմ։ ՔՊԱ-ականները հայտարարում են, որ
20 տարի առաջ օրը մեկ քաղաքական սպանություն էր տեղի ունենում։ Դուք որպես Հայաստանի անկախության ակունքներում կանգնած գործիչ, ինչ կասեք այս պնդումների մասով։ Արդյոք նախկինում քաղաքական սպանություններն իսկապես այդքան հաճախ էին տեղի ունենում։ Ընդ որում նախկինում նմանատիպ սպանությունների համար մեղադրում էին Հայաստանի նախագահին օրինակ, իսկ հիմա չեն ընդունում, որ քննադատությունները, որ տեղի ունեցածի մեջ հենց Փաշինյանն է մեղավոր։ Սկսենք նրանից, որ որևէ պետության մեջ երբ տեղի են ունենում այս բնույթի հանցագործություններ եւ օրվա իշխանավորները ոչ թե 1-2 տարի են իշխանության, այլ տևական ժամանակ, նրանք պիտի հասկանան, որ իրենք պետք է լինեն քննադատության թիրախում, որ այնպեսի բարոյահոգեբանական իրավական նաեւ քաղաքական մթնոլորտ չեն ստեղծել, որտեղ բացառվեն նման երևույթները։ Բայց քպեականներ լինելով կարող են երբեմն նաեւ ճիշտ բաներ ասել։ Այո, մենք ունեցել ենք ժամանակներ, որ քաղաքական սպանությունները իրար հաջորդում էին, բայց դա ոչ թե 20 տարի առաջ էր, քանի որ իրենք փոքրիկ են, չգիտեմ, որ դա 30 տարի առաջ է եղել։ Օրը մեկ քաղաքական սպանություն։ Դե օրը մեկը պարզ է, որ պայմանականորեն է ասված, բայց գիտեք 6 ամիսը մեկն քաղաքական սպանությունը լուրջ դեպք է։ Այնպես որ իսկապես ունեցել ենք այդպիսի դաժան ժամանակներ, գիտեք, որ եղել են նաև քրեական գործեր, կանոնավորված մարդիկ են եղել կան։ Ես կարող եմ անուններ թվել. Վարդգես Պետրոսյան մտավորական սպանվեց, Համբարձում Գալստյան նախկին քաղաքապետ։ Այսպես կարող եմ շարունակել Յուզբաշյանի մասին արդեն ասացի, դրանից առաջ Ղանդիլյան, շատ տխուր իրավիճակ էր։ Իմ հանդեպ այդ եղած մահափորձերը, պատկերացրեք, Սյունիքի սարերում անիվը ստորացնում են անվադողը առաջին, իմանալով, որ ես պիտի սար բարձրանամ։ Դա ոստիկանությունը գրանցեց, տան մոտ գրագործներ եղան հրաշքով, ինչ-որ զարմանալի նախազգացումով ես դրանից խուսափեցի, կամ Դմիտրով գյուղի մերձակայքում 3 ավտոմեքենաներ շրջապատեցին, դրա հաջորդ օրն էր, որ Յուզբաշյանը սպանվեց։ Այնպես որ այո, այմականներից Աշոտ Աբրամյանի նկատմամբ մահափորձը մեջքից կրակեցին, բարեբախտաբար շատ մոտիկից էին կրակել, թիակի կողմից շեղվեց։ Տխուր ժամանակներ ունեցել ենք եւ ունեցել ենք պատկերացում, որ մեր դեմ խաղ չկա ասողները պիտի ինչ ուզեն անեն, ոչ թե պատկերացում, այլ այդպեսի մթնոլորտ եղել է։ Այնպես որ հետո ինչ որ քպեականներ են եւ Նիկոլ ազգային պղծությանը աջակցելով արդեն իրենք սխալական են։ Իրենք աջակցում են ազգային խայտարակությանն ու ազգային պղծությանը, բայց երբեմն կարող են ճիշտ բաներ էլ ասել։ Գիտեք չէ, ամերիկյան ասացված կասում է փչացած ժամացույցը օրվա ընթացքում 2 անգամ ճիշտ ժամացույց է տալիս։ Ինչ եք կարծում, Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունը կարող են ներքաղաքական, այսպես ասած, անկայունության նոր փուլ մատնանշել եւ առաջիկայում մենք կրկին նման սպանությունների ականատես լինենք։ Քաղաքական անկայունությունը եւ նման սպանություններ իրար հետ կապ չունեն, եթե նման սպանությունների անողները չբացահայտվեն, այդ ամենածանր հետևանքը կլինի։ Լարվածություն միշտ կարող է լինել, բայց պայման չէ, որ այսպեսի օրինակ ինձ համար լարվածության ավելի լուրջ պատճառ է գերիների արկայության պայմաններում խաղաղությունից խոսելը։ Դա նախ անազնիվ կեցվածք է, ապա նաև ոչ շահեկան, ոչ արդարացված, որովհետև խաղաղությունը կնքվում է բարի կամքի դրսևորմամբ, որպես այդ բարի կամքը ամրագրվի, բայց երբ չարագործը պարտադրում է դիմացինին եւ նայել կամակատար դառնալով խաղաղություն է ստորագրում, իսկ չարագործը շարունակում է իր չարագործությունները, նշանակում է դա ընդհանրապես թղթի կտոր է, ինչպես պատմության մեջ շատ հաճախ են եղել եւ ելակետը պիտի լինի հետեւյալը, կա բարի կամք թե ոչ, հաջորդը ովքեր են կնքում, եթե ընկնողների մեջ կա բռնապետը բարի կամք ունենալ չի կարող, ով ուզում է լինի, նույնիսկ եթե գերիները չլինեին, բռնապետի հետ կնքված պայմանագրի նկատմամբ պետք է լինել խիստ վերապահ։ Հիշում եք, չէ՞ որ տեսեք, սովետական միությունը, հիմա Ռուսաստանը եւ Ճապոնիան խաղաղության պայմանագիր չունեն, բայց հանգիստ ապրում են։ Հայաստանը խաղաղության պայմանագիր չունի։ Ճիշտ է, ազգային սրբապիղծը ասաց, որ մենք արդեն ասել ենք խաղաղության, բայց եվրոպական դիտորդների ժամանումից հետո Հայաստանում սահմաններում համեմատաբար կայուն իրավիճակ հաստատվեց եւ սա ուրացողները դրանք ապերախտ երկոտանաներ են ընդամենը։ Այնպես որ այսօր մտածել, որ խաղաղության պայմանագրի կնքումով ինչ որ բան կարող է փոխվել, տեսեք մանավանդ դա ուղեկցվում է
մի կարևոր դրույթով, որի մասին մեր քաղաքական գործիչները չեն խոսում, ցավոք սրտի, պետական գործիչները առավել եւս պետք է խոսեին արդարության մասին պիտի խոսեին, իսկ արդարությունը որոնում են միջազգային կառույցներում որպես կանոն, մերոնք ավելին միջազգային կառույցների ներկայությունը թշնամու բնդմամբ նվազագույն մակարդակի հասցրին ու թշնամու թելադրանքով այսպեսի բան անում են միայն պղծությունները կամ մոլագարները այսինքն եթե դու ունես ինչ-որ չափով միջազգային աջակցություն ապահովող կառույց, որին գոնե կարող ես դիմել, հանկարծ հրաժարվում ես դրանից, բայց դա օրինաչափ է, չէ՞ որ սա հրաժարվեց ճանաչել մարդկային հավաքականության ինքնորոշման իրավունքը։ Տեսեք, չեմ ասում մեր հայրենագիտների Արցախների։ Եթե որևէ մեկ ասում է մարդը որոշում կայացնելու իրավունք չունի, նա արդեն շատ վատ մարդ է, մեղմ ասած։ Դե ազգային խայտարակությունն ու սրբապիղծը ազգային պղծությունը հասկանալի է, ում մասին է խոսքը։ Բայց ինքը ուղղակիորեն կարող էր ասել մենք այս պահին զիջեցինք մեր դիրքերը, բայց սկզբունքը մնում է բարձր, որովհետև դա իմ սկզբունքը չէ, իմ ստեղծած սկզբունքը չէ, որ ես հրաժարվեմ։ Դա համամարտկային սկզբունք է եւ դրանից դրա մերժումը հավասարազոր է ցեղասպանությունների արդարացման։ Ես իմ գնահատականը չի սա տվել են տարբեր միջազգային ցեղասպանագետներ, մասնագետներ։ Այնպես որ խաղաղության մասին մենք խոսելու բան չունենք, իսկ ինչ որ սկսեցի արդարությունով, արդարությունը որպես կանոն ավարտվում է խտրականության բացառմամբ։ Կան եզրեր իրավագիտական, նաև քաղաքական, որոնք իրար հետ կապված են այն աստիճանի խորը, որ հավասարազոր են հոմանիշների։ Օրինակ թվում է թե արդարություն եւ ճշմարտություն իրար հետ ինչ կապ ունեն, բայց խորը կապ կա։ Եվ արդարություն կամ խտրականության մերժում։ Ի վերջո արդարությունը նշանակում է խտրական վերաբերմունքի մերժում։ Օրինակ, այս Վաշինգտոնյան բանի մասին որ հարցրիք, դա խտրականություն ամրագրող փաստաթուղթ է։ Աշխարհում շատ ճանապարհներ կան եւ շատ երկրներ այդ ճանապարհներով գնում գալիս են։ Այդ ինչի պիտի Հայաստանի տարածքում լինի ճանապարհ, որը ցուցադրում է խտրական վերաբերմունք հայերի նկատմամբ, հայերի պետության նկատմամբ։ Այնպես որ այս տեսակետից հայկական կողմը դա մեծ ձեռքբերում է համարում։ Ներողություն, հայկական կողմը չէ։ Պիղծ հայերը, ազգային խայտարակությունները, բազում անգամներ իրենց պղծությունը հանրությանը ներկայացրած մարդիկ, ստախոս մարդիկ, դա կարող են ձեռքբերում ներկայացնել։ Եթե մեկը կանգնում, ասում եմ, մեզ մոտ արդեն խաղաղություն է հաստատված։ Պարզ չէ, որ ինքը խաբում է նախ իրեն, ապա ժողովրդին։ Այսինքն չի կարող սա այս հռչակագիրը մեզ մոտեցնել, ինչպես իրենք են ասում, լիարժեք անկախությանը, թե ընդհակառակը հերթական անգամ վերածում են աշխարհաքաղաքական գործիք։ Լիարժեք անկախությանը, կա իրավական անկախություն եւ փաստացի։ Թող նոր բառեր չհնարեն։ Լիարժեք անկախություն այն անկախությունն է, որտեղ դու եւ իրավաբանորեն եւ փաստացի պահպանում ես քո անկախությունը։ Իրավական առումով Հայաստանը անկախ պետություն է, անկախ նրանից, որ բազմաթիվ միջակություններ եւ ողորմերիներ փորձել են իրենց անձը կապել անկախության պայքարի հետ։ Տեսեք, անկախության համար պայքարող մարդկանց զանգված կար եւ անձնազոհ նվիրյալ մարդկանց զանգված, բայց հետո Ղարաբաղ կոմիտեն որոշեց զգալով, որ իրենց ինչ որ մենք ասում ենք ճիշտ ենք ասում, որոշեցին իրենք էլ դառնալ անկախական, ստեղծեցին ՀՀՇ-ն։ Չեկան ԱԻՄ, պիտի գային ԱԻՄ, ասեին այո դուք ճիշտ եք, ինչպես օրինակ Իգոր Մուրադյանը եկավ ԱԻՄ, չէ՞, բայց նրանք չեկան։ Նրանք ստեղծեցին ՀՀՇ եւ ՀՀՇ-ում ներառեցին անկախության գաղափարը, որպես ասեն մենք ենք անկախությունը կերտել։ Դուք անկախությանը դեմ էիք, դուք մեզ դեմ էիք։ Անկամ ԿԳԲ-ում ստորագրություն եք տալիս, որ Հայրիկյանը ձեր շարժման հետ կապ չունի։ Չնայած դա ինքնորոշական շարժում էր, եւ ԿԳԲ-ն շատ լավ գիտեր։ Այն ժամանակ Կարեն Դեմիրճյանը իր բանակնացիներին մոտ ուղարկելն ասում էր, մենք հասկանում ենք, որ բոլորի հիմքում դու ես կանգնած Արցախյան շարժման են բուրըն, քո ինքնորոշման գաղափարն է, որ Արցախում կյանքի կոչվեց։ Եվ այդպես նաեւ հետագայում հիմա Նիկոլ Փաշինյանն է ուզում անկախությունը իրեն կապել անկախության հետ, որովհետեւ ուրիշ մնայուն արժեք չի տեսնում, հասկացավ, որ շատ ուշացումով հասկացավ, որ որևէ ազգի համար ամենակարևոր բանը միջազգային իրավունքի ենթակա լինելն է, դրա համար տարբեր
բաներ, էպիտետներ բառը չի ուզում ասել, էպիտետներ մագդիրներ է կպցնում, որ գիտեք, մենք հիմա լիարժեք անկախություն ենք ուզում, ոչ, դու լիարժեք անկախության մեջ, բացի իրավական եւ փաստացի կողմից, մտնում է նաեւ հոգեբանական կողմը, դա շատ կարեւոր է։ Դու հոգեբանորեն հայերին ոչնչացնելու ճանապարհն ես որդեգրել։ Այնպես որ ինքը իր ընդհանրապես իրավունք չունի խոսելու անկախության մասին։ Այսինքն այս հռչակագրով մեզ հերթական անգամ դարձնում են աշխարհաքաղաքական գործիք։ Չէ, գործիք չեն դարձնում։ Այս հռչակագրով ճիշտ է ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում կարող է ավելանալ, բայց ես կարծում եմ, որ մենք կհասցնենք կանխել հարցնելով ամերիկացիների առաջ կանադայից Մեքսիկա գնացող ավտոմեքենաների համար հատուկ ճանապարհ կա միջանցք։ Այդ ինչ եք ուզում որ մեզ մոտ միջանցք լինի։ Այդ որտեղ է ասված։ Կամ ճանապարհային հատվածներ կան, որ Մեքսիկայի այլ տարածք, կամ Կանադայի մի տարածքից Կանադայի մեկ այլ հատված մեկնելու համար ճանապարհ նախընտրում են գնալ ամերիկյան տարածքով։ Մտնում են ամերիկյան տարածք, ենթարկվում ամերիկյան կանոններին, հետո հասնում իրենց տարածք։ Ինչ եք դուք խտրական վերաբերմունք դրսևորում։ Ես շատ լուրջ բան եմ ասպարեզը չեցրել, նաև դիվանագիտության համար։ Մեր դիվանագետները պետք է աշխատեն իսկապես դիվանագիտական լեզվով։ Եվ սա հնարավորություն է տալիս։ Մենք ամեն ինչի համաձայն ենք առանց խտրականությունների։ Պարոն Հայրիկյան, սեպտեմբերի 20-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների 7-րդ համագումարում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 4-րդ հանրապետություն հռչակելու մասին։ Ձեր գնահատմամբ ինչ նպատակ է սա հետապնդում եւ ՔՊՆ ունի բարոյական եւ իրավական հիմք նոր հանրապետություն հռչակելու եւ ինչ վտանգներ է իր մեջ պարունակում 4-րդ հանրապետությունը։ Եթե ձեր հարցից որևէ հատված մոռանամ, խնդրում եմ հարցրեք, բայց դուք որ մտնեք գժանոց ու մեկն ասում է ես Նապոլեոնն եմ։ Իրավունք ունեք նեղանալու։ Նա մարդն այդպես է կարծում։ Դա ինձ հիշեցրեց գժերի եւ դժբախտների հավաք։ Եվ Նիկոլ Փաշինյան կոչվածը մեր ազգային պղծությունը օգնեց մեզ հասկանալու, որ դա դժբախտ մարդկանց հավաք է։ Այնտեղ ծափահարում էին ապուշություններին տարբեր ինքնասիրահարված հայտարարություններին, բայց եկավ մի պահ, որ այս դժբախտը, իսկապես ազգային հայտարարությունը որոշեց Հիտլերիկի դեր տանել, եւ որքան էլ որ նախապատրաստել էր, որ ասեն կեցե, չէր ստացվում։ Հայ մարդը այդպես չի ասում, կեցե, հայտարարություններ ինքը հասկացող մարդու համար, իսկ ես հանրային միջոցառումների շատ եմ մասնակցել։ 100,000-ավոր մարդկանց կոչ եմ արել ասել այս կամ այն բանը։ Օրինակ մեր կարգախոսներն ամենամեծ հանրահավաքների ժամանակ Հայաստանը տեր ունի եւ այդ տերը ես կանգնում եմ հսկա զանգվածն ասում եմ մենք ենք իսկ այստեղ կեցը բառը չկարողացան ուրեմն դա սկիզբը նախնական հոգեբանական անկալումը ինչ վերաբերում է նրան շատ լուրջ հարց եք տալիս Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի ազգային պղծությունն ու հայտարարությունը իրավունք ունի այդ մակարդակի բարձր հարցեր բարձրացնել։ Գիտեք, դա համարժեք է սահմանադրության։ Փաստորեն այդ հարցը մեր հրապարակավ չի ինչ էր Հայաստանում։ Կարծում եմ ես չեմ սխալվում, եթե ասեմ, առաջինը ձեզնից լսեցի, որ հենց այդպիսի շեշտադրմամբ նա իրավունք ունի, ինքը իրավունք ուներ ասելու։ Ես կարծացի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի իբր թե արկա, բայց չի եղել հայեցակարգը եւ որոշեցի Ուրեմն հրավիրում է հանձնաժողով, մասնագետներ է հրավիրում, նրանց վերադաս խորհուրդ է հրավիրում հանրային վերահսկողության համար, նրանք քննարկումներ են անում, ինչ-որ կարծիքներ են տալիս, որը հայեցակարգ չի։ Եվ մարդը, որ հրավիրել է մասնագետների, որպեսզի նրանց կարծիքը լսի եւ այդ կարծիքի իման վրա ընթացք տա գործին, ասում է, ես կարծացի այդ հայեցակարգը եւ ես գերագույն պղծությունս գերագույն որոշեցի, որ այդպես չի լինելու, պիտի նոր սահմանադրություն ընդունենք։ Ուրեմն ինքը արդեն մեկ անգամ դա արել է եւ մարսել է մեր իդիոտ ընդդիմության պատճառով։ Ես մեր ընդդիմությանը իրավունք ունեմ կոչելու, բացի նրանցից, ովքեր որ ինձ աջակցել են սահմանադրության հարցում։ Աջակցողները բարեբախտաբար 17 քաղաքական ուժ է, 17։ Նրանք ասել են, որ բացարձակ ժողովրդավարության սահմանադրության իմ նախագծի հետ լիարժեք համաձայն են։ Իսկ նրանք ովքեր որ դա չտեսնելու են տվել, նրանց իրավունք ունեմ կոչելու իդիոտ, որովհետև իրենք պիտի մանավանդ խորհրդարանում գտնվողները պիտի ասեն, դու այդ ով եղար։ Ինքնուրույն որոշում ես այս պիտի արվի, այն պիտի արվի։ Հիմա էլ ինքը հավաքեց իր
տղամարդ հարջերին համալիրում, նրանց ընտանիքի անդամներին, ծախուարարածների, ծախուարարածը գիտեք չէ, գրական լեզվում այն ինչպես է կոչվում, ասենք փողով ինչ-որ բանանողները ունեն որոշակի անուն, չեմ ուզում ձեր ականջները եւ մեզ լսողների ականջները տհաճություն պատճառել, որտեղ տհաճ բառերը, տհաճ երևույթներ ներկայացնող բառերը տհաճ են եւ լավ է որ խուսափենք դրանցից, նրանք փաստորեն իրենց վերապահեցին մի իրավունք, որը միայն ազգային մեծամասնությամբ այն էլ մեծամասնությամբ անգամ չի կարող որոշել։ Հիմա գամ գրագիտությանը։ Բազում անգամներ են առիթներ եղել, որ ես ասեմ, որ բավարար գրագիտություն չունեն այս խայտարակությունը։ Դե եթե գրագիտություն ունենար, խայտարակություն չէր լինի։ Ինքներին այդքան չէր հակասի։ Բայց հիմա պիտի նշեմ մի բան։ Սեպտեմբերի 20-ին, այսինքն սեպտեմբերի 21-ից 1 օր առաջ, ինքը ասում է, որ 91 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվեում այո ասած մարդիկ նշանակություն չունեն, ես ավելի կարևոր եմ։ Նրանք չեն ասել մենք ստեղծում ենք երրորդ հանրապետություն։ Հանրաքվեի ժամանակ քվեարկվել է, որ մենք դուրս ենք գալիս սովետական միության կազմից ազատ ու անկախ մեր հայրենիքն ունենալու համար, ըստ էության վերականգնելու համար։ Եթե ես լինեի գլխավոր դերակատարը, իհարկե ճիշտ կխմբագրեի, կսրբագրեի այդ արտահայտությունը, որովհետև դա միաժամանակ կընդգծեր, որ Հայաստանը բռնազավթված է եղել, բայց այն ժամանակ շատ աղմուկ չբարձրացրի, որովհետև արդեն եթե դու ազդարարում ես, որ անկախանում ես, նշանակում է քո անկախությունը վերցված է, նշանակում է դու բռնազավթված ես։ Ցավոք սրտի Հայաստանի այն ժամանակվա գործակալ կամ անգրագետ իշխանավորները երբեք չշեշտեցին, որ Հայաստանը բռնազավթված է եղել 20 թվականին։ Դա ասում ենք միայն մենք։ Այն ժամանակ հիմնական ուժահայիններ ընդդիմադիր, մյուսները դարձած 10-րդական էին համարում։ Մինչդեռ տեսեք, նույնիսկ Ալիևի նման բռնապետը հասկացավ իմ ասածները։ Այդ որ ասում է Արցախը բռնազավթված է եղել այս վերջին շրջանում, այնքան թարգմանեցին տվեցին ասածներս, որ Հայաստանը պիտի շեշտի, որ Արցախը դարձել է Ադրբեջանի մաս, բռնազավթված լինելու հետևանքով։ Ինքն ասաց, դե հայկական իշխանությունները իդիոտ են, հայրիկյանին չեն հասկանում ինչ է ասում, դե արի մենք ասենք էլի։ Ասենք որ քանի որ մենք բռնազավթված ենք, դրա համար մեզնից Զանգեզուրը վերցին տվին հայերին։ Ուրեմն 4-րդ հանրապետություն ասողը պիտի լինի նախ տգետ, կարիք չկա չէ որ շատ ասեմ իդիոտ, հետո սրբապիղծ։ Տգետ, որովհետև չի կարող լինել հանրապետություն բռնապետության կազմում, բռնապետական կայսրության կազմում լինում են միայն վարչական տարածքներ։ Իսկ կոմունիստական բռնապետությունից նույնիսկ ռուսները հրաժարվեցին եւ մեզնից առաջ Ռուսաստանը իր անկախության հռչակագիրը կամ Ձյան Ռասիայի, որ իրենք ասում են, մեր անկախության հռչակագրից 1 ամիս շուտ են ընդունել, նույնիսկ 2 ամիս շուտ։ Այսինքն դուրս է գալիս, որ նույնիսկ ռուսների համար սովետական միությունը բռնապետություն էր եւ իրենք դրանից ուզեցին ազատվել։ Այդ հիմա են պուտինականները փորձում նույն ոգին սերմանել, որովհետեւ բավարար հեռատես չեն, բարոյական չեն եւ քաղաքականապես անգրագետ են։ Թե չէ արդեն ընթացք ստացել էր։ Ինչ է ստացվում։ Եթե դու ուզում ես ինչ-որ մի բան ստեղծել, որ պիտի հաջորդի այսօրվա եղածին, իսկ այսօրվա եղածը կոչվում է երրորդ հանրապետություն, դու ուրեմն երկրորդ հանրապետություն ես համարում բռնազավթված Հայաստանը։ Դու համարում ես, որ անկախության հանրաքվե չի եղել, այլ եղել է երկրորդ հանրապետությունից անցում երրորդին։ Գիտեք, սուտը ամենալուրջ փաստարկն է դիմացինի դավադիր վերաբերմունքի մասին։ Չէ՞ որ մենք գիտենք ճշմարտությունը։ Ճշմարտությունը այլ է բոլորովին։ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը։ Ճիշտ է, այդպես խորապես իրեն չկապեց առաջին հանրապետության հետ, բայց շեշտեց, վերցրեց հիմներքը, վերցրեց խորհրդանիշները, ի վերջո մենք այս տարածքում ենք ապրում, մայրաքաղաքը նույնն է, եւ առավել եւս հռչակագրում թեկուզ մեկ տողով նշվեց, որ առաջին հանրապետության ավանդույթները պիտի շարունակենք։ Ցավոք սրտի մենք անցյալում էլ ունեցել ենք դավադիրներ, սեպտեմբերի 21-ը կոչեցին անկախության օր,
Այսինքն ինքնորոշման օրը դա իմ ստեղծած տոնն է։ Ոմանց համար դա տհաճ է, որ ես կրկնում եմ։ Իրենք ուզում են, որ իրենց ստեղծածը լինի, կամ էլ ուզում են, որ ես շատ համեստ երևամ, համեստիկ։ Քաղաքականության մեջ, երբ խաբեբաներով է շրջապատված, համեստիկ լինելը նրանց օգտին է։ Ես ճշմարտությունն եմ ասում եւ պարտավոր եմ իմ մասին ասել։ Ես եմ այսօրը ստեղծել եւ այսօրվա անունն է ինքնորոշման տոն։ Որտեւ այդ օրը մենք չենք անկախացել, մենք հաստատել ենք անկախության հռչակագրի տեքստը ըստ էության, բայց դա արել է ժողովուրդը, այսինքն ժողովրդի ինքնորոշման իրավունքն է իրացվել։ Եվ քանի որ այստեղ այդ կեղծիքն արեցին անցյալում, գնացին ավելի հետ եւ 1918 թվականին պետություն ստեղծած մարդկանց որոշումը մայիսի 28-ի մասին առաջին անգամ պաշտոնապես մայիսի 28-ը նշվեց 19 թվականին որպես անկախության օր։ Այսինքն ուրիշների ստեղծած տոնն էլ ոնց որ դուք զավակներ ունենաք, անուններ դնեք, ինչ որ մեկը գա անունները փոխի երեխաների։ Ինչևէ, մոտավորապես այդպիսի բան է այդ գործ ունեցանք։ Ուրեմն անցյալում այդպիսի երևույթ եղել է։ Բայց սա որ անցյալը սրբագրելու այս հայտարարությունն ու պղծությունը անցյալը սրբագրելու մասին իրեն հայտարարություններ է թույլ տալիս, նույնիսկ ցեղասպանությանը պետք է անդրադառնալ։ Այդ ցեղասպանությունը աշխարհն է ճանաչել, դու կճանաչես, չես ճանաչի։ Նույնը վերաբերում է իհարկե ինքնորոշմանը, վաղը մենք կհնչեցնենք, որ չհասկացանք դուք Նիկոլով եք որոշում Արցախցին ինքնորոշման իրավունք ունի, թե չունի։ Դա ինչ ապուշություն է։ Դուք եվրոպացիներ եք լրիվ դարձել եք խամաճիկ, ինչ է կատարում։ Նիկոլները մի բան ասեց, կամ վաղը ես եմ մի բան ասում եմ։ Դուք ունեք արժե համակարգ։ Ինքնորոշման սկզբունքի հիման վրա 100-ից ավելի պետություններ են կայացել աշխարհում։ Ձեզ ով է իրավունք տվել Հայաստանի ղեկավարը ինքնորոշումը մերժեց։ Շատ էլ գլուխը տվեց պատով։ Դրա համար ես շատ լուրջ եմ համարում եւ հետեւողական եմ այն հարցում, որ ապացուցի, որ սա կոռուպցիոն հանցագործի ղեկավար է, ինքը հանցագործ է եւ ոչ թե հեռացվի պաշտոնից, այլ պետք է գնա դատարան, որպեսզի ով ինչ իրենից լսել է, հասկանա, որ լսել է հանցագործից։ Այլապես, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց, գիտեք, ես Լևոն Տեր-Պետրոսյանին լավ գործիչ չեմ համարում անցյալում, բայց մարդը ճիշտ բաներ որ ասում է, պետք է ընդունես։ Ասած սա այնպեսի ժառանգություն է թողնում, որ ով էլ գա իշխանության, շատ ծանր վիճակում է լինելու։ Եվ այդ ծանր վիճակում չլինելու ամենակարճ ճանապարհն այն է, որ մենք հիմա ընդունենք, որ ինքը կոռուպցիոն հանցախմբի ղեկավար է, ոչ թե ընդունենք, այլ դա ապացուցված է։ Եթե ուզում եք երկու խոսքով կարող եմ ասել ինչպես է ապացուցված։ Սովորաբար դատարանը պիտի ապացուցի, բայց կա կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, կա նորմատիվ ակտերի վերաբերյալ իշխանությունների պատասխանատվության մասին կարգուկանոն, կա հանրագրերի մասին օրենք։ Այդ բոլորը իրար ես միացնում եւ մանավանդ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը հուշում է անմիջականորեն ասում է կանգ առ Նիկոլ Փաշինյան, դու ԱԻՄ-ից իդեմս Պարույր Հայրիկյանի ստացել ես հանրագիր հիմներքի վերաբերյալ ազգային օրհներքի քննարկվելու ընթացքում։ Ես ուզեցել եմ, որ մեր ժողովուրդը ունենա գրագետ հիմներքը։ Մեր հիմներքում կան լուրջ սխալներ, խմբագրական եւ անհետեցություններ։ Օրինակ առաջին քառատողում երկու անգամ կրկնվում է ազատ անկախ Հայաստան։ Դա նորամուծությունն է, Միքայել Նալբանդյանը չի գրել։ Դա ավելացրել են ինչ-որ մարդիկ։ Սրանք որ ձեռնամուխ եղան, ես ասացի, լավ, որ զբաղվում եք, մինչև վերջը զբաղվեք։ Ազատ անկախ Հայաստան երկու անգամ ինչի է կրկնում։ Այդ հիմներքում կա հատված, որ սեքսիստական ուղղվածություն ունի, այսինքն աղջկա երկն է, աղջիկը կարող է երկել, բայց դու երբ դա դնում ես հիմներքում, մինչև անկախությունը այդ հատվածը այնքան շատ չէր երկվում, որովհետև տղամարդը չի կարող ասել, չէ, ես գիշերները լուծիա զինվորները, ասեն առաջարկում էի դա ուղղել եւ կատարել այն տարբերակը, որ մենք անկախականներս այդ 50 տարվա պայքարի ընթացքում մշտապես կատարել ենք ուղումներով։ Եվ վերջում էլ ավարտվում էր յուր վերջը արդ ապրում է ազատված, այդպես էր ավարտվում։ Սրանք տեղափոխեցին քառատողը, տեղերը փոխեցին եւ յուր տեսեք, այն միտքը, որ ասում է ամենայնտեղ մահը մի մարդ մի անգամ պիտի մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի։ Զոհվել բառը տխուր բառ է, բայց ազգի ազատության համար զոհվելը նվիրական գաղափար է։ Իրենք փոխեցին հիմա դարձրին թշնամին։ Ասին մեր հիմներն ավարտվում է թշնամու պարտադիր ներկայությամբ, թող փողփողա թշնամու դեմ։ Պատկերացնում եք։
Այսինքն իբր թե փոփոխություն կատարեցին։ Ես տվել եմ հանրագիր։ Արեն Սիմոնյանը խնդրել է ինձ, որ այդ հանրագիրը անձամբ խոսել ենք, փոխանցվի կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ազգային պղծությանը։ Ազգային պղծությունն ու խայտարակությունը չի քննարկել, խախտել է օրենքը, սա մեկ։ 5 անգամ իրեն տրվել է սահմանադրության նախագիծ 18 թվականից։ Տրվել է նաև հանձնաժողովին, ուրեմն հանձնաժողովն էլ չի քննարկվել։ Վախեցել են, որ այդ ճշմարտությունն արտացոլող փաստաթուղթը սահմանադրության բարեփոխման նախագիծ է։ Մենք լրիվ զրոյի չենք գնում, որովհետև երբ դու տեսեք նույնիսկ 98 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանադրությունը փոխելիս, երբ ես գլխավորում էի հանձնաժողովը, որ ասեցին նոր սահմանադրությունից կանգ առեք, դա մեր նախորդ սերնդի կատարած աշխատանքն է։ Մենք աշխատանքը չենք զրոյացնում։ Պատվիր մեծերից, որ երկար ապրես, որ հաջողակ լինես։ Մենք սխալներն ենք ուղղում։ Լևոն Տեր-Պետրոսյանի համար գրել են, որ ինքը իրավունք ունի երբ ուզի պարլամենտը ցրել, այդ կետը հանում ենք։ Երկհաղաքացիությունը արգելել են, ավելացնում ենք, այսինքն սխալներն են ուղղում։ Ու իմ այդ տարբերակները սխալների ուղմաններ։ Եվ եւս մի բան, ուրեմն նախ ասեմ, որ առաջինը բարոյական հետևանք է ունեցել։ Մեր հիմներքը ամեն անգամ կատարելիս, ամեն անգամ տղամարդիկ իրենց վատ են զգում։ Եթե չեն էլ գիտակցում, ուղղակի ասում եմ ոնց է, եղբայր քեզ մի դրոշ, որ ես գիշերները ես քուն չեղարտած։ Այն չի էլի, հայ զինվորականը պետք է անի երկ։ Բայց երկրորդը սահմանադրության վերաբերյալ ունեցել եմ ծանր նյութական հետևանքներ եւ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հանցախմբի ղեկավար է, կոռուպցիոն հանցախմբի ղեկավար, որի մեջ մտնում են նաեւ ապօրինի աշխատավարձ ստացող այդ հանձնաժողովի անդամները։ Այնպես որ ես որ խոսում եի հանցագործության մասին, վերացական չի ասում։ Վերջինն էլ կարող է շատ անձնական թվալ, բայց մոտավորապես 1 միլիարդ արժի այն տարածքը, որ ես անապատեր վերցրի, դարձրեցի իմ առանձնատունը։ Այսօր այնտեղ է լինելու այդ հավաքը տարբեր քաղաքական ուժերի մոտավորապես 30 մարդ կհավաքվի եւ դա դիմեցի իշխանություններին, որ սա ուզում եմ նվիրել պետությանը։ Պատկերացնեք 1 միլիարդ դաժողությամբ ունեցվածք։ Այնտեղ պարտքեր կան բանկերին, բայց այդ բոլորը իրար հետ 10%-ը չեն կազմում։ Այսինքն խնդիր չի դա, բայց մեծ հարստություն է։ Պայմանս միայն մեկն է եղել։ Նույնիսկ իմ անունը չլինի, որ Պարույր Հայրիկյանի տուն թանգարան, չնայած իմ նման մարդիկ օրինակ մեր Աբկոստավան, իմ ընկերներ եւ այսպես սրտատրոպ նայում էր, թե ես ինչ կասեմ։ Լուրջ եմ ասում, ամենայն պատասխանատվությամբ, երբ ես իրեն ասեցի դուք ինչի անկախություն թեր չեք հրատարակում, Վրաստանի ամենանշանավոր ազգային հերոսն է, ասեց սպասում եք տեսնեք քո դուելը Գորբաչովի հետ ինչով կավարտվի։ Գորբաչովի հետ իսկապես մենամարտ էր սկսել, բայց մենք արդեն հրատարակում էինք անկախություն թերթը։ Ունի կա իր տուն թանգարանը։ Ես այստեղ ասել եմ թող կոչվի ժողովրդավարության եւ անկախության թանգարան եւ հսկայական քանակությամբ նյութեր կան։ Սա էլ չեն քննարկել։ Տեսեք, դա նյութական վնաս է։ Պետությանը տրվել է նյութական վնաս, միայն գողանալով չի վնասը, այլ նաեւ նրանով, որ կարող էր ունենալ, դա իրենց մեծամտությունից է գալիս նաեւ այս վերջի դեպքի առիթով, որտեղ կարծում են թե իրենք են պետությունը։ Այնինչ ես տվել եմ պետությանը, իրենք ընդհանրապես ժամանակավոր իշխանություններ են։ Օրենքով նախատեսված ժամանակավոր։ Ուրեմն սա էր այն հիմքերից, այն որ ես առարկայորեն դնում եմ, բավական լուրջ տարբեր քաղաքական ուժեր եւ անհատներ, բավական լուրջ տրամադրված են այս մոտեցման օգտին եւ նույնիսկ ինձ առաջարկում են, որ կապահովեն հանրային աջակցությամբ։ Այսինքն այսպեսի հարցադրման դեպքում, իրավական լուծման դեպքում դու պետք չունես 100,000-ներ հավաքել։ 100 հոգով գնում ես դատախազի մոտ, ասում ես ինչի հրաժարական չես տալիս։ Դու հովանավորում ես կոռուպցիոն հանցախմբին, դու պետք է հրաժարական տաս կամ պատրաստվիր գնաս սկսի սուխարի պատրաստել, որ հետո քեզ բերեն բանդ։ Բայց իրենք պետք է գնան բանդ։ Նաև այս Գալյանը շատ եմ ցավում։ Եվ Վարդապետյանի համար եմ ցավում, գիտեք, կինը ինձ համար մի ուրիշ էակ է։ Բոլոր բանական մարդկանց համար ի վերջո արարող էակ է։ Բայց եթե իրենք ուզում են բացել մեր հանրային կյանքն ու մտածողությունը, պիտի պատժվեն։ Առաջին հերթին իհարկե իրենց առաջնորդը, որը այդ պատժվելը մեզ համար երաշխիք կլինի, որ մենք իր հանցավոր դրսևորումների, հայության նկատմամբ խտրական վերաբերմունքի աջակիցը չենք։ Նիկոլ Փաշինյանը օրերս նախկին նախագահներին մեղադրեց այն բանում, որ Հայաստանի բանակի զինծառայողները ծառայություն են անցկացրել Արցախում, որը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններում չի գտնվում։
Ինչ ռիսկեր է պարունակում Փաշինյանի այս գրառումը, չի ստացվում, որ նա փաստացի, այսպես ասած, ցուցմունք է տալիս Հայաստանի Հանրապետության դեմ, որը Ադրբեջանը հմտորեն կարող է օգտագործել մեր դեմ։ Ես նաև մեր հետևող քաղաքացիներին հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի որդին եւս ծառայություն անցկացրել է Արցախում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Նկատեք այդ մասն է։ Այսինքն այն ինչին ինքը մեղադրելու ոչ մի հիմք չունի, որովհետև միջազգայինորեն ճանաչված տարածքը մի քիչ սուր խոսեմ էլի, միայն սրիկան կարող է Ստալինին համարել միջազգային գործիչ։ Այդ տարածքները Ստալինն է գծել։ Այս ազգային խայտարակությունն ու սրբապիղծը, ազգային պղծությունը փաստորեն նաև սրիկա է, որ Ստալինին համարում է միջազգային իրավունքի ներկայացուցիչ։ Դա ընդհակառակը առիթ պիտի տա Հայաստանի հաջորդ իշխանություններին ասելու, որ որոնք են եղել Հայաստանի միջազգայինորեն գծված սահմանները, որոնք խախտվել են պատմության աղբանոց նետված սովետական բռնապետության կողմից։ Պատմության աղբանոցում է բռնապետությունը սովետական։ Այո, Հայաստանը նվաճվել է ռուս-թուրքական հարձակման հետևանքով, Հայաստանը կորցրել է իր պետականությունը, բայց Հայաստանը հասցրել է ունենալ միջազգայինորեն ճանաչված սահմաններ։ Հայաստանի բռնազավթման շրջանում էսն է ինչ որ Ալիևը ինձ վերցրեց օգտագործում է, բայց մեկը չի կարող հեղինակային իրավունքի մասին չի խոսքը, այլ ճշմարտությունը, այլ բան է։ Ադրբեջանը ավելի շուտ օկուպացվեց, այն էլ առանց մի կրակոցի կամովին հանձնվեց բոլշևիկյան Ռուսաստանին։ Եվ հետո երբ նրանք հարձակվում էին Հայաստանի վրա, բոլշևիկները, իրենց հետ էին նաև թաթարները։ Այն ժամանակ թաթար էին կոչվում ադրբեջանցիները։ Այնպես որ ճշմարտությունը ի վերջո մեր օգտուն է, բայց որպեսզի գիտեք մի այսպիսի խնդիր էլ ունի այդ ազգային պղծությունը, այդ խայտարակությունը մեր ազգային։ Եթե հայ է, բայց եթե հայ էլ չի, Հայաստանի ղեկավարն ուրեմն հայկական է։ Որտեղ դեռ պետք է որոշենք ինչ է նշանակում հայ։ Մինչև այսօր հստակ գնահատական տվել է միայն Ռաֆայել Պատկանյանը։ Հայանով կղզա անկախ Հայաստան։ Իհարկե ԱՄԿ փաստաթղթերում էլ կար հայ ամեն ոք ով սերվում է հայ ծնողներից, այդպես է ասված մեր կանոնադրության մեջ։ Իրենց հայ կարող են համարել նաև նրանք, ում ծնողներից մեկն ու մեկը հայ է։ Սա նույնպես բավական լուրջ ձևակերպում է տվել են 76 թվականին մեր ծրագրային կանոնադրական փաստաթղթերում էր։ Ինչևէ, ուրեմն սա երբ խոսում է մեղադրելով նախորդ երկրի ղեկավարներին, պիտի խոսի ամբողջ Հայաստանի մասին։ Ինքը մեղադրանք է ներկայացնում Հայաստանին, որ Հայաստանը սատարել է ինչ որ վարչական տարածքի ինքնորոշման իրավունքին։ Մենք սատարել ենք, եւ երբ նրանց վտանգ է սպառնացել, իդեպ Ադրբեջանը տարածքներ կորցրել է այն պատճառով, որ ինչ որ հիմա արեց Նիկոլի օգնությամբ, աներ 92-ից 94 թվականներին։ Այն ժամանակ դա իրենց չհաջողվեց եւ պատժվեցին։ Հիմա քանի որ ուժերի շատ անհավասար էին եւ ունեին այսպեսի պատմություն չիմացող խրտվիլակ, մարդը չգիտեր, որ այս ազգը Սարդարապատ է կերտել եւ Սարդարապատ կերտելիս հակառակորդի զորքերը մոտեցել էին Երևանին։ Ոչ թե հեռավոր ինչ որ շատերին նույնիսկ անհայտ տարածքում էին։ Այո, զոհեր ունեցանք, բայց սովետական միության համար էլ 300,000 զոհ ենք տվել։ Սա Աջապահյանն է հրապարակը հնչեցրել։ Ասում ունեցանք շատ ցավալի է։ Բայց ինչի՞ չեք ցավում այդ 300,000 հայ տղամարդկանց մասին։ Հիմա իբրև թե զինվորը նրա համար է, որ երբ վտանգ է սպառնում կնոջը, երեխաներին, մեծերին, իր կյանքի գնով պաշտպանի։ Դա զինվորի Աստված ոչ անի, որ մեկ զինվորի քթից արյուն գա։ Բայց եթե պիտի զոհվեն, պիտի զոհվի զինվորը։ Դա զինվորի առաքելությունն ու կոչումն է պաշտպանել իր կյանքի գնով հայրենիքն ու հայրենակիցներին։ Ինչևէ դա օգտագործվեց, մոռացան, որ Սարդարապատ կա, որտեվ ասեմ այդ փուլում արդեն նրանք էլ բավական ուժ քամվել էին։ Ալիևեն մի հայտարարությունը, որ հայերին որտեղից էս կանզենք, պիտի իրենց զինամթերքը սպառված լիներ։ Դա արդեն ցույց էր տալիս իր հուսահատական վիճակը։ Ի վերջո հանձնվելս ո՞րն է։ Ում է հանձնվում։ Այո, թշնամիները շատ էին, բայց նկատի ունեմ Ռուսաստանն էլ էր աջակցում
ի վերջո Պուտինն է չէ գրել այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքը ասաց, այնտեղ տարբեր կամ ինչպես ասում վարձկաններ, բայց եւ այնպես ուրեմն այս իրավիճակում երբ մեղադրանք է ներկայացվում, այդ մեղադրանքը ներկայացվում է ոչ միայն նախագահներին, այլ ողջ հանրությանը։ Վաղը ինքը կասի կամ արդեն կիսատ պարատ ասել է, որ երբ արցախցիները որոշեցին սատարել ներողություն, երբ Հայաստանում որոշեցին սատարել արցախցիներին, չի ասի ինքը ինքնորոշման շարժմանը։ Դա ինքնորոշման շարժում էր։ Ու այն ժամանակ էլ չէին ասում, որ մենք սատարում ենք Արցախի ինքնորոշմանը։ Մենք էինք ասում եւ աշխարհներ դա անցալում։ Դրա համար էլ համաշխարհային այդպիսի աջակցություն կար։ Ու ինքը դրան էլ կհասնի, բայց ի վերջո մեր գործն է շատ արագ այնպես անել, որ նրա ասած ամեն խոսք լինի իր համար լավագույն դեպքում գժի շուրթերից հնչած խոսքեր, որովհետև կարող է դատարան իրեն անմեղսունակ ճանաչի, ինչ որ թղթեր կան։ Ինձ տրամադրել են այդ թղթերը եւ քրեական պատասխանատվության չենթարկի։ Ամեն դեպքում է բավարար, որ մենք ասենք, դա ինչ որ մի գիժ, ինչ որ բան ասել է, դուք դա հիմք եք ընդունում։ Եկեք գտնենք ճշմարիտը, արդարը եւ խտրական վերաբերմունք չդրսեւորենք իրար նկատմամբ, որպես ապացույցել, որ մենք լուրջ ենք այդ հարցում, ահա տեսեք մեր պետությունը աշխարհի ամենաժողովրդավարական պետությունն է, բացառել է խտրականությունը նաեւ ընտրական գործընթացներում։ Այնպես որ եկեք այս անգամ էլ ճանաչեք Հայաստանի մեծագույն ներդրումը, դա ձեր օգտին է, ինչպես մենք ճանաչում ենք ձեր մեծագույն ներդրումները գիտության, մշակույթի, արվեստի տարբեր ոլորտներում, խտրականություն պիտի չլինի։ Եվ պարոն Հայրիկյան, ամփոփելով մեր զրույցը, Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարեց իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։ Ըստ ձեզ իրական գործընթաց է, թե ընդդիմության հերթական, այսպես ասած, PR ակցիան հասարակության զգացմունքների շահագործմամբ, քանի որ գործընթացը պետք է տեղի ունենա մի խորհրդարանում, որտեղ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը բացարձակ մեծամասնություն ունի։ Ինչ պիտի արվի, ինչը պիտի ստիպի ՔՊ-ին, այսպես ասած, միանալ այս գործընթացին։ Նախ ես տրամադրված եմ ոչ թե անմեղության կանխավարկածով առաջնորդվելով, այլ առաջնորդվելով դիմացինին հավատալու սկզբունքով։ Ես շատ հիմքեր ունեմ որոշ գործիչների վերաբերյալ գտնել, որ իրենք ազնիվ ու անաչառ չեն։ Օրինակ մենք այս խնդիրներն ունեցանք, որովհետև պետական գործիչներից մեկը Սահմանադրության հարցում իրեն պահեց անազնիվ, մեղմ եմ ասում, շատ մեղմ։ Իմ տարբերակը չքննարկվեց։ Եվ նրա օգնականներն էլ այսօր անունները չտամ, բայց ասել եմ ուրիշ անգամներ, հայտարարեցին, որ այլընտրանք չկա։ Միայն այս էշությունն է, կներեք, բայց ամենաճիշտ բառն է այդ երևույթի համար, որ մեր ժողովուրդը ստացել է եւ սա պիտի քվեարկենք։ Ուրեմն եթե մենք առաջնորդվում ենք նրանով, որ իրավիճակում արկան իսկապես կասկածներ է ներշնչում, մենք այդ դեպքում կարծես թե հակադրվում ենք դրան։ Ես կասկածներով չեմ վերաբերում, պատիվ ունեմ նախաձեռնությանը։ Նրանք մեզ հետ են հանդիպել, ճիշտ է մենք մամուլում չհրապարակեցինք դրա մասին, ուղղակի տեխնիկական պատճառով կհրապարակենք թեկուզ ուշացումով, իրենք հրապարակեցին եւ շատ զանգեր եմ ստացել, որ ոնց դուք հավատում եք, այո, ես պարտավոր եմ դիմացինից հավատալ, բայց հավատը գործերով է լինում։ Դա մենք ստացել ենք հավիտենական ճշմարտությունը կրող մեր հայրերից, մեր հայրերն են դա մեզ փոխանցել, հայկական կլինի ծագումը թե ոչ կարևոր չի, մեր հայրերը ընդունել են, որ մեզ համար շատ կարևոր է։ Հիմա մարդկության պատմության մեջ հաճախ են եղել դեպքեր, երբ օրինակ Չաուշեսկուի ժամանակ ամբողջ պարլամենտը Չաուշեսկուի կողմնակիցներն էին, ռումինական, դատավորները իր նշանակածներն էին, բայց եկավ մի բան, որ ասեցին կանգ առ։ Վանեցյանն էլ չէ, մի ժամանակ ասեց կանգ առ Նիկոլին, հիմա չգիտեմ ինչ հիմքերի վրա, ինչքան լուրջ, ինչքան հավատով լցված էր ասում, բայց ասեց կանգ առ։ Հիմա Չաուշեսկուին էլի Նիկոլ էր անունը, ճակատագրի հետաքրքիր պատահականությամբ։ Բայց թող բոլորը իմանան էլ, որ մենք թույլ չենք տա, որ մեր Նիկոլի հետ չնայած մեր ազգային խայտարակությունն է, բայց մերն է եւ կարող է վատ նախադեպ դառնալ, նույն բանը կատարվի։ Անմիջապես դատեցին, անմիջապես տարան, իրեն էլ կնոջել գնդակահարեցին։ Մարդկությունը ունի դեպքեր, երբ զանգվածային թմբիրի ազդեցության տակ գտնվող մարդիկ
հանկարծ զարթնում են։ Այնպես որ ես, քանի որ իրենք պարլամենտական ուժ են, իսկ պարլամենտականը պարտավոր են հանդես գալ նախաձեռնություններով, համարում եմ, որ դրական է, որ պարլամենտականների, ընդդիմադիր պարլամենտականների մի մասը հանդես եկան այդպիսի նախաձեռնությամբ։ Սա միաժամանակ հնարավորություն է տալիս նրանց, ովքեր որ առայժմ կանգնած են ազգային պղծության կողքին, մի քիչ մտածեն իրենց երեխաների մասին, հետո նոր այդ պղծության մասին։ Եվ կարող են ասել, գիտես, չափն անցար։ Զուգահեռաբար, որ ներկայացվի այն փաստը, որ իրենք կոռուպցիոն հանցախմբի անդամներ են այդ ղեկավարները, իրենց փշրանքներ են տալիս, կաշառում են, կարող են վեր կենալ ասել, լսի, մենք հո պոռնիկ չենք, մեզ փող եք տալիս, ասում եք սենց արեք։ Աշխատավարձը դուք չեք տալիս, մեր ժողովուրդն է հավաքել մեզ տալիս։ Այնպես որ մեզ պոռնիկի տեղ չդնեք։ Մենք կարծում ենք, որ դուք սխալ եք եւ պիտի հեռանաք։ Օրինակի համար եմ ասում, մարդկության պատմության մեջ նման դեպքեր եղել են։ Այնպես որ ես ողջունում եմ, պատիվ ունեմ նախաձեռնությունը, նույնիսկ կմասնակցենք առաջիկա ունկնդրություններին, գիտեք չէ, հայերենում չկա կարդումներ բառը, նույնիսկ երբ չկա լսումներ բառը, բայց հիմա արմատավորեցին, հայերենում կա ունկնդրություն, ընթերցանություն, ընթերցում, բայց ոչ երբեք լսումներ, ամենայն դեպս իրենք լսումներ են կոչում, մեր պարլամենտը լսումներ է կոչում, ես և իմ մեր AM-ի պատասխանատուները կմասնակցեն այդ միջոցառմանը նույնպես, այնպես որ ապրեն իրենք եւ ապրեն բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց կարեցածի չափով, իրենց կարեցածի մեջ մտնում են այլ իրենց գիտակցական մակարդակը, չպետք է որևէ մեկից պահանջել։ Այս երջանկահիշատակ Ստեփան Զատիկյանի խոսքերն էր, ասում են, երբ որևէ մեկը ծանրամարտիկ է, ծանրոց է բան է բարձրացնում, ծանրաձող է բարձրացնում, դու տեսնում ես քաշը, բայց երբ մտավոր խնդիր է դրած, մարդը չի պատկերացնում, որ դա ծանր խնդիր է, թեթև խնդիր է, ու դժվար է գնահատական տալ։ Հիմա որոշ մարդիկ իրենց հնարավորությունները կարող են գերագնահատել, թերագնահատել, բայց ով ինչ անում է իր կարեցածի չափով այլ մարդկանց համար, իր հայրենակիցների համար, ժողովրդի համար, հայրենիքի համար, ընդհանրապես մարդկության համար, արժանի է միայն ողջունելու։ Եվ ես ողջունում եմ այս նախաձեռնությունը։ Շնորհակալ եմ, պարոն Հայրիկյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրներ ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Կհանդիպենք։